Հնարավոր է յոգայի միջոցով լուծել ֆիզիկական խնդիրներ, այսինքն ոչ միայն հոգեբանական, այլ մարդը առողջական ինչ-որ խնդիր ունի եւ յոգայի միջոցով է դա լուծում։ Առաջնային этаպում յոգայի պրակտիկան նախատեսված է հենց բուժման համար։ Ինչի՞, որովհետեւ մինչև դու չունենաս առողջ մարմին, մինչև դու չունենաս կայուն միտք, դու չես կարող խորանալ յոգայի մնացած աստիճանների մեջ։ Յոգան լուծում է բազմաթիվ առողջական խնդիրներ, եւ մենք ունենք արդեն հավաքած փորձ, որտեղ անքնությունն է բուժվել, սրտանոթային համակարգի խնդիրներն են բուժվել, ողնաշարի խնդիրներն են բուժվել, նյութափոխանակության հետ կապված խնդիրներն են բուժվել, իմունիտետի հետ կապված խնդիրներն են բուժվել, հորմոնների հետ կապված խնդիրներն են բուժվել։ Եթե չեմ սխալվում, հենց դուք էլ չէ առողջական խնդիր եք լուծել յոգայի միջոցով։ Այո, իրականում շատերը գալիս են յոգայի դաշտ ցավի միջոցով, հա, ցավն է բերում մարդուն, այսինքն խնդիրն է բերում։ Ես ունեցել եմ հոգեբանական ընկճվածություն, հարազատ մարդու կորստից հետո, եւ երկրորդը իմ ողնաշարի խնդիրը, որ բժիշկները ուղղակի հրաժարվում էին։ Ասում էին դու պետք է այդպես քո ամբողջ կյանքը ապրես, այնքան ինչքան որ կապրես, հասկանում եք, ու մարդը փնտրում է։ Եվ սկսում ես փնտրել այլընտրանքային ինչ-որ տարբերակներ։ Ես այն ժամանակ չգիտեի յոգան ինչի համար է իրականում, կամ ինչ է։ Բայց ինձ հետաքրքիր էր իմ բուժման ինչ տարբերակներ կան։ Եվ ես փնտրում էի։ Գալիս է յոգան, բուսակերությունը, սննդակարգը, առողջ ապրելակերպը։